դա կարող է հանգեցնել սուիցիդալ մտքի, ինքնավնասման փորձ, ուզում եմ ոչ մի բան չիմանամ, կատաստրոֆիզացիայի հակում, մանավանդ երբ կա գերընդհանրացման հակում, սրանք բոլորը կոգնիտիվ աղճատման տարատեսակներ են եւ լեգալիզացնել այդ պարկել չշարժվելը։ Փորձում ենք հասկանալ ինչ հաճախականությամբ են լինում սուիցիդալ մտքերը եւ դրանց բնույթն է կարեւոր հասկանալ։ Բարձես, ես դիմացնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանն եմ, Մեդիկարմի հիմնադիրը։ Այսօր խոսելու ենք կլինիկական հոգեբանությունից, դրա խաչման ուղիներից, բժշկության հետ եւ այլ հետաքրքիր թեմաներից։ Մարիաննա ջան, բարև։ Ողջույն։ Ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ, դու։ Լավ, մերսի։ Կխնդրեմ ներկայանաս։ Ես Մարիաննա եմ Աբրահամյան, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ։ Երևի այսքանը սկզբի համար։ Ահա, դեռ սկսենք մեր ոդքասթը։ Նշեցիր կլինիկական հոգեբան։ Ով է կլինիկական հոգեբանը։ Ինչ գործառույթներ է իրականացնում։ Մի հատ ճշտող հարց տամ, ճիշտ եմ հասկանում, որ համեմատությամբ ուղղակի հոգեբանի հետ, հա։ Այո։ Հա, օքեյ։ Հիմնական տարբերությունը կլինիկական հոգեբանի եւ պարզապես հոգեբանի կամ անձի հոգեբանությամբ զբաղվող մասնագետի այն է, որ մենք զբաղվում ենք ոչ միայն նորմայի հետ, գործ ենք ունենում ավելի ճիշտ կլինի ասել ոչ միայն նորմայի հետ, այլ նաեւ պաթոլոգիաների հետ, որը շատ մոտեցնում է մեզ հենց կլինիկային բժշկությանը եւ մենք շատ ակտիվորեն համագործակցում ենք եւ շատ ավելի թիմային կերպով ենք աշխատում այցելուի հետ։ Շատ լավ։ Տես դու նշեցիր, որ նորմայի հետ եք նաեւ աշխատում։ Հասկանամ, մի քիչ իմ համար անհասկանալ է այդ պահը։ Սովորական հոգեբանը ընդհանրապես չի աշխատում ախտաբանությունների հետ։ Ճակերտավոր տարբերություն է ոնց հասկացա էսի։ Թե ինքը հստակ տարբերություն է։ Հստակ տարբերություն է։ Երևի ճիշտ կլինի հասկանալ ինչ ասել է նորմա եւ ինչ ասել է այդ դեպքում պաթոլոգիա։ Մարդիկ շատ տարբեր փուլերում կյանքի կարող են տարբեր դժվարությունների հանդիպել եւ շատ բնական է ունենալ որոշակի ուղղորդման կարիք անձնային աճի համար կամ որոշ փուլեր շատ ավելի սահուն կերպով գուցե հաղթահարելու համար։ Այստեղ նեղ մասնագիտացում հոգեթերապևտը կարիք չունի ունենալու։ Այսինքն մասնագետը կարող է չլինել կլինիկական հոգեբան եւ հանգիստ զբաղվել զույգի օրինակ դժվարություններով, եթե զույգային թերապևտ է, զբաղվել անձի մակարդակում ճգնաժամային ինչ-որ փուլերի հետ կամ այլ միջանձնային ու ներանձնային դժվարությունների հետ, բայց երբ կան օրինակ սոմատիկ դրսևորումներ, կան ոչ միայն ներքին դժվարություններ, այլ դրանք շատ ավելի սկսում են վառ արտահայտվել, տևական արտահայտումներ ստանալ եւ հստակ սիմպտոմատիկա են ունենում, այսինքն դժվարանում ենք ուղղակի ասել, որ դա փուլային բարդություն է, այլ ինքը դառնում է տևական, սա արդեն փոխում է բնույթը եւ մտնում է ավելի պաթոլոգիկ դաշտ ու բնականաբար դիագնոստիկա պետք է անցնել եւ պետքա ամբողջական մոտեցում ունենալ, չենք կարող պարզապես 1-2 սիմպտոմի նկատման դեպքում ասել, որ այստեղ կա պաթոլոգիա, այդպես չի, վստահաբար 1-2 սիմպտոմը բավարար չի դիագնոզելու համար այս կամ այն խանգարումն ու խնդիրը։ Այսինքն սուիցիդալ մտքերը մտնում են սրա մեջ։ Վստահաբար մտնում են, որովհետև սա արդեն սուր արտահայտում է համարվում եւ շատ ավելի մեծ ռիսկի ցուցիչ հանդիսանում։ Ու շատ կարեւոր է այստեղ լինել շատ ավելի զգոն, շատ ավելի ուշադիր ու միշտ չի, որ կնկատվի ու կշոշափվի, հա, այդ դժվարությունը, եթե իհարկե մասնագետը բավարար կոմպետենտություն չունենա։ Հասկացա։ Ես որ սովորում էի համալսարանում, մեր հոգեբանության դասախոսը ասեց մի միտք, որը միշտ հիշում եմ, տպավորել եմ ինչս, որ չկա այնպիսի մարդ, որ կյանքում գոնե մի անգամ սուիցիդալ միտք չունենա։ Հիմա ինչ քանակն ենք համարում ճակերտավոր, որ սա արդեն ախտաբանություն է, սա ուղղակի ընկճվածության հետևանքով առաջացած միտք չի։ Նախ սկզբի համար մինչև մտքին չափելիություն տալը ու հաճախականություն էստեղ տեսնելը շատ կարևոր է հասկանալ քո նշած ընկճվածությունը ինչքան տևականություն ունի, որովհետև եթե 1-2 օր մենք չունենք տրամադրություն, սա դեռ դեպրեսիա կոչել չի կարելի եւ ավելին շատ արժեզրկող կարող է լինել այն մարդկանց ճանապարհն ու փորձառությունը, ովքեր իսկապես անցնում են այդ բարդ ճանապարհով։ Դրա համար
նորմալ է ունենալ 1-2 օր ընկճվածություն, անկումայնություն, եթե սա շատ սահուն կերպով անցնում է, սա խնդրային չի, նորմալ է, բնական է, անգամ շատ առողջ է։ Տարօրինակ կլինի անընդհատ էյֆորիկ ուրախ վիճակում լինել, որովհետև դա էլ է ախտաբանություն։ Մենք դրա հետ էլ ենք աշխատում։ Բայց սկզբի համար փորձում ենք հասկանալ, որքան ժամանակ է, որ մարդը զգում է այդ ընկճվածությունը կամ այդ անկումայնությունը, պայմանական անվանենք այդպես, եւ նոր դրանից հետո փորձում ենք հասկանալ, ինչ հաճախականությամբ են լինում սուիցիդալ մտքերը եւ դրանց բնույթն է կարեւոր հասկանալ, որովհետեւ կա տիպ, որ դա ուղեկցվում է ֆոնային, բայց մարդը վստահ է եւ հստակ կարող է ասել ու գիտի, որ ճունի պլան եւ երբևէ գործողության մակարդակում դա չի լինելու։ Սա մի քիչ այլ բանի մասին է։ Ունենալ գործողության պլան, պատկերացնել, թե ոնց է դա արվելու, մշակել այդ ամբողջը, պատրաստվելը դրան, սա լրիվ այլ process է։ Հետևաբար սա շատ հետազոտման կարիք ունի, որը արդեն իհարկե թերապևտիկ ընթացքում եւ հենց առաջին հանդիպման ժամանակ կլինիկական հոգեբանը ճշտում է անում եւ շատ ավելի հստակեցնում։ Եթե նկատվում է հաճախականություն, ինտենսիվություն, բարձր հակվածություն եւ բացի սուիցիդալ մտքի արկայությունը նաեւ ինքնավնասման հակում, սա արդեն ոչ միայն լինում է կլինիկական հոգեբանի դաշտում, այլ նաեւ ուղղորդվում է հոգեբուժի նման այցելուն, որովհետեւ սա այլևս միայն հոգեթերապևտիկ շրջանակում չի եւ միայն իմ այս պարագայում իմ օրինակով, հա, ասեմ, իմ կոմպետենտության շրջանակում չի լինի եւ շատ կարեւոր է ճակերտավոր ասենք չլինել ագահ եւ ճիշտ ուղղորդում անել ճիշտ ժամանակին, որովհետեւ ամենաառաջինն ու ամենակարևորը է ամբողջ ճանապարհի ընթացքում անկախ ամենից մնում է մի հիմնական սկզբունք, դա չվնասելն է։ Այո, բժշկության գլխավոր սկզբունքը հոգեբանության մեջ է, այո։ Այս սուիցիդալ մտքը ինձ շատ հետաքրքրեց, մի քիչ երևի թե ավելի խորանանք էս անա, որովհետեւ ինչը կարա բերի հիմնական պատճառները, էլի, եթե կարելի է, շատ գիտեմ, շատ լայն բան եմ ասում, բայց օրինակ քո պրակտիկայում, ասած ընդհանրական ինչը կարա բերի այդ մտքերին։ Չեմ կարող չհամաձայնել, որ այո, շատ լայն ու ընդհանրացակ է այս հարցը եւ վստահաբար ես կդժվարանամ 1-2 հիմնական պատճառ նշել, որովհետեւ եթե ես նշեմ 1-2-ը, միևնույնն է դրան հաջորդելու են եւս 1-2-ը։ Սրանք շատ ինդիվիդուալ կոմպոնենտ ունեն իրancs մեջ ու շատ կարեւոր է դա հաշվի առնել։ Ինչ որ մեկի փորձառության մեջ դա կարող է հանգեցնել սուիցիդալ մտքի, ինքնավնասման փորձի ու անընդհատականության, ինչ որ մեկի հոգեկանը, պսիխիկան կարող է լինել շատ ավելի մեծ տոլերանտությամբ եւ արձագանքել լրիվ այլ կերպ։ Դրա համար այստեղ մի շարք են ֆակտորները ու են էլեմենտները, որոնք նպաստում են կամ հակառակը պաշտպանում են մարդուն այս կամ այն իրավիճակից, այս պարագայում սուիցիդալության հակումից կամ գործողությունից։ Եթե ես հենվեմ իմ փորձառության վրա եւ փորձեմ դուրս բերել, թե իմ կաբինետում հաճախ ինչն է հնչում, որպես աղբյուր, որը բերում է նման ռիսկի կամ անգամ գործողության, հաշվի առնելով, որ ես շատ հաճախ աշխատում եմ սննդային վարքի խանգարումների հետ, այստեղ շատ ինքնագնահատականի, բայց ոչ պարզապես ցածր ինքնագնահատականի արկայություն, ես երբ ասում եմ ինքնագնահատականի դժվարություն, նկատի եմ ունենում ողջ պալիտրան, որը շատ արտահայտվում է ֆիքսվածությամբ, այս կամ այն երևույթի վրա, մտքերից սկսած մինչև արտաքին դրսևորումներ, շատ այստեղ էլ դաշտը շատ մեծ է ու լայն եւ վերցնում է շատ մեծ սպեկտր։ Այսինքն այս ֆիքսվածությունները ոչ միայն մտային մակարդակում են հանդես գալիս, այսպես ասած, այլ նաև վարքի մակարդակում, ինքնավերաբերմունքի մակարդակում, ինքնընկալման մակարդակում եւ այլն։ Հետևաբար այս ֆիքսացիան կթվա առաջին հայացքից դե ինքնագնահատականի դժվարությունները ոնց կարող են հանգեցնել սուիցիդալության, բայց կարող են, եթե դա այդ ծայրահեղացված ֆորմայում է։ Կներես ճիտին պարտքը հիշեցի, որ պարտքա լինում ինքը ու էդի բերում այրան։ Այո, յուրաքանչյուր երևույթ մեծ հաշվով, եթե վերցվի մանրադիտակի տակ, այսպես ասած, հոգեկանի կողմից եւ տրվի դրան մեծ նշանակալիություն, տեղ, դեր, կարեւորություն, կարող է դառնալ ամբողջ կենտրոնը ու կառավարողը մարդուն։ Ու մյուս կոմպոնենտը երևի որ կուզեի նշել, որը կարևորում եմ շատ, դա
պոստտրավմատիկ ստրեսի խանգարման պարագայում, երբ որ նախկինում մարդը ունեցել է բարդ ծանր մեծ ստրեսային իրավիճակ, սուր ստրեսային իրավիճակ եւ տրավմատիկ իրադարձություն, մեր պսիխիկան շատ ճկուն է ու կարող է հենց այդ պահին չարձագանքել, բայց կարող է եւ միշտ սովորաբար հիշում է ու պահում է դա, մոռացման չի ենթարկում։ Մի բան նշեմ, իմ մասնագիտության մեջ կա sense խնդիր։ Քունքստործնատային հոդերի շրջանում ցավեր էմոցիոնալ ֆոնի վրա։ Միանշանակ ամենահաճախ հանդիպող էլեմենտներից է իրականում ֆանտոմային ցավը ու ինձ շատ է ուրախացնում, որ ես տեսնում եմ, որ բժիշկները ավելի ու ավելի շատ են սկսում ուղղորդել թերապևտիկ process-ի, հոգեթերապևտի, դիմում են մեզ, մենք շատ ակտիվ համագործակցում ենք, ինչի, որովհետև շատ հաճախ մի շարք հետազոտություններ է մարդանցնում ամբողջությամբ մաքուր են, այսպես ասած, պատկերներն ու պատասխանները, բայց ցավերը կան, անհարմարությունները կան, կյանքի որակը չի փոխվում, չի բարձրանում, չի լավանում ու հաճախ մասնագետները ովքեր չունեն այդ գուցե ինֆորմացվածությունը, գուցե բաց լինելն ու ճկունությունը, հա, համագործակցության առաջ ու չեն անում ուղղորդումներ, սկսում են զբաղվել ինչ-որ կույր բուժմամբ, որը էլ ավելի է իրականում սրում ֆիքսվածությունը, կենտրոնացումը ու այն երբ մարդը չի տեսնում արդյունք, իսկ մեր պսիխիկան եւ ուղեղը շատ սիրում են արդյունք տեսնել։ Այն էլ ոնց։ Շատ հիասթափեցնող է, մենք կասեինք ֆրուստրացնող, բայց ավելի հասանելի բառով շատ հիասթափեցնող է դա լինում ու դա կարող է հանգեցնել, այսպես ասած, արատավոր ինչ-որ շրջանի, որտեղ անընդհատ մարդը ունի դժգոհություն, ունի հետեւաբար բավարարվածության զգացում ու չի գտնում ելք դրանից։ Այստեղ գալիս ենք այն պլաստիկայի թեմաներին արդեն։ Ոնց ես մտածում ես հարց շուրջ։ Արդյոք պլաստիկ վիրաբուժությունից առաջ պետք է հոգեբանի կոնսուլտացիա իրականացնել, թե ոչ։ Ինձ շփոթեցնում է մի քիչ բառընտրությանդ մեջ պետքան, որովհետև չեմ կարող ասել, որ պետք է կամ պարտադիր է։ Չեմ գտնում, որ պարտադիր է, բայց սա ունի մի շատ կարևոր այլ փոխարինիչ։ Դա բժշկի իրազեկվածությունն է եւ նրբանկատությունն է, որովհետև վստահաբար միանգամից չեն մտնում վիրահատարան, ունենում են կոնսուլտացիա, գուցե ոչ մեկ անգամ։ Եվ այս ընթացքում անամնեզ հավաքելու կարևորությունը շատ նշանակալի է, որ այն չլինի միայն խիստ բժշկական եւ սոմատիկ օրգանական մակարդակում, ոչ միայն հիվանդությունների պատմությունը հավաքվի այդ ընթացքում եւ կամ թե ինչ պրեպարատներից մարդը գուցե ունի ալերգիկ ռեակցիա, այլ նաեւ մի քիչ շոշափվի, փորձ արվի շոշափվելու մանավանդ պլաստիկայի պարագայում, թե ինչն է մղող կոմպոնենտ է եղել, ոնց է մարդը հասել այդ որոշմանն ու այդ կետին եւ ինչա ընկած դրա հիմքում։ Ինչ ակնկալիք ունի, ինչքանով դա իր պատկերացմամբ կազդի իր կյանքի որակի վրա, կազդի թե չի ազդի, ինչ տեսական հարմարություն է ստեղծում եւ այլն։ Ես հիմա սկսեցի ակամա այդ ճշտող հարցերը հնչեցնել, բայց մոտավորապես նման օրինակ ճշտող հարցերը շատ կարող են հեշտացնել եւ օգնել։ Շատ պետք է այսի բժիշկներին, որովհետեւ բժիշկները շատ անգամներ բախվում են խնդրի, որ պացիենտին ասել են օրինակ մենք այս արդյունքը կստանանք օրինակի համար 80 կամ 90% դեպքերում, որովհետև 10%-ը մարմնական խնդիր կա եւ այլն, բայց մեկը պացիենտը գալիս ասում է չէ որ չէ, ես էս եմ ուզում ու էս եմ ուզում, բայց բժիշկներ կան, որ վերցնում են այդ ձևի պացիենտի ու վիրահատում են։ Ես ճիշտ հասկացա, որ նկատի ունես չէ որ չէ, ես էս եմ ուզում, օրինակ գալիս են ինչ-որ նկար են բերում, reference-ով ու ուզում են հենց դա այն դեպքում, երբ որ դա գուցե համադրելի չի իրանց օբյեկտիվ իրականության նախնական մատերիալի հետ։ Շատ խոշոր դեմքով կամ ընդհակառակը շատ փոքր դեմքով մարդը ու ինքը ուզում է քթի կամ կոպերի կամ այսինչ ձև ու շատ լավ միշտ մի պացիենտ եկավ քթի թևերը լայն էին, ուզում էր նեղացներ։ Դե տեղային անզգայացմամբ այդ գործը արվում արվեց, ինքը հայլիով նույնիսկ այդ բանից ցույց տվեցինք իրան, որ ինքը ուզում է այդ ձև չի ուզում, անցավ մի շատ կարճ ժամանակ, ինքը ասում է ես դժգոհ եմ։ Բայց արդյունքը բավականին լավ էր, որովհետև չի կարելի ես այնպես անել, որ ֆունկցիան տուժեր։ Ես իրան բացատրեցի այդ ընթացքում, ասի, սրանից ավել արդեն պետք է երկրորդ անգամ նորից գիթը վիրահատվի։ Այլ մարդու մոտ էր վիրահատել, բայց ասեմ շատ լավ արդյունք էր եղել։
Հիմա այս Ճիշտ հասկացա, առաջնայինը արել ես դու, Չէ, թե չէ, երկրորդայինն ես Չէ, դու արել։ ուղղակի շտկում եմ ես արել։ Ա, Ինքը օքեյ։ առաջնային ռինոպլաստիկան արել էր ուրիշի մոտ։ Okay։ Ինքը եկավ ուղղակի այդ թիթևերի լայնությունը նեղացնելու համար։ Այսինքն ինքը արդեն մի անգամ արել էր, Մի անգամ արել էր։ արդեն ուներ դժգոհություն, եկել էր այդ դժգոհությունը շտկելու, Այո, այո։ ու միևնույնն է գոհություն չունեցավ։ Այո։ Գոհունակություն։ Որ հստակություն չստեղծվել է, որ ես այն սուրբ եմ, ոչ մի խնդիր տես բան չի լինում։ Ես այս հարցերին չեմ տալիս շատ քեզ, որ ես էլ պատրաստ լինեմ, որովհետև դու ինձ կարող ես մի բան ասես, որ ես հետագայում հիշեմ, Մարիանեն ասել էր էսի պետքա ֆիքսել ուրեմն։ Հիմա այդ չընդունելու պահը այստեղ ոնց հասկանալ, որ մեկը այդ մարդը գալու է, բայց դու ստանաս հիանալի արդյունք, բայց մեկը ինքը չի ընդունելու այդ արդյունքը։ Վերադառնալով նախքին շեշտադրմանը, բայց մինչ այդ ուզում եմ ասեմ, շնորհակալ եմ, որ կիսեցիր այդ փորձառությունդ, որովհետև շատ լարող հնչեց ամեն դեպքում։ Երբ անում ես աշխատանք, քո գնահատմամբ, բժշկական բոլոր, չգիտեմ, պրոտոկոլներով, գայդլայններով եւ այլն ամեն ինչ արված է ճիշտ ու նաեւ էսթետիկ, բայց միևնույնն է պացիենտը չունի գոհունակություն։ Այս շատ շփոթեցնող իրականում կարող է լինել, մինչև անցնելը նրան, թե ինչը կարող է օգնող լինել այդ իրավիճակներում, ուզում եմ նկատեմ, թե ինչքան դժվարությունների կարող են հանդիպել մասնագետները այդ ճանապարհին ու ինչքան երկակի փորձառություններ ունենալ, որովհետև սա դաշտ ու ոլորտ է։ Նամանավանդ սկսնակները։ Հա։ Ու այս շատ կարող է վախացնող լինել, հետ քայլի տանող լինել ու այս դաշտը մի վարքյան հետ բերեմ միտքս, որովհետև կտրվեց, բայց շատ կարևոր է այս process-ում, որպեսզի չլինես մի հուզական վիճակում, որից դժվարանաս արդեն իբրև մասնագետ, հա, դուրս գալ, ունենալ որոշակի հենման կետեր, հուշող կոմպոնենտներ, վերադառնալով սրանով հարցիդ, որը քեզ կօգնի մինչև վիրահատարան հասնելը, ներքին ապահովություն երևի կանվանեմ, հա, ունենալ եւ հենարանի զգացում ունենալ ու դրա վրա հենվելով կարողանալ աշխատել, որովհետև ենթադրում եմ ու կարծում, որ այս շատ կարևոր է մասնագետի համար մինչև բուն process-ին անցնելը։ Իհարկե։ Ոնց քիչ առաջ նշեցի, դա կոնսուլտացիայի ընթացքում ճշտող հարցադրումների կարևորությունն է։ Ինչի համար է այս միջամտությունը ձեզ համար կարևոր։ Ինչ նշանակություն ունի սա ձեզ համար։ Ոնց եք պատկերացնում, որ այն կարող է փոխել ձեր կյանքը ու կարող է արդյոք փոխել, թե չէ։ Ոնց քո նկարագրած кейսում էր արդեն եղել էր փորձառություն, ճշտել ինչից է դժգոհությունը եւ արդյոք ինչքանով է իրատեսական իր պատկերը գլխում ունեցած մտապատկերը եւ այն օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր արդյունքը, որը կարող է լինել, որովհետև դες դու նկարագրեցիր մի շատ կարևոր կոմպոնենտի մասին ասեցիր, այդ ֆունկցիան չվնասելն է։ Այո։ Էսթետիկան շատ կարևոր է։ Մենք բնականաբար բոլորս շատ կարևորում ենք դա տարբեր պատճառներով։ Սա մի քիչ այլ թեմա է, դրա համար այստեղ կանգ կառնեմ, բայց պիտի չմոռանանք, որ մարմինը առաջին հերթին մինչև էսթետիկ գեղեցկությունը եւ նշանակալիությունը կարևոր ֆունկցիոնալություն ունի։ Միանշանակ։ Եվ շատ նկատում եմ, որ ժամանակի հետ, մանավանդ սոցիալական այս մեդիայի առկայության ֆոնին, ռոպագանդայի ֆոնին եւ այլն, մարդիկ ասես հաճախ մոռանան մարմնի այդ կարևոր ֆունկցիոնալության մասին ու ամբողջ շեշտադրումը լինի էսթետիկի վրա։ Հիմա երբ դու ասում ես, որ ես չէի կարող այն տեսակ արդյունք տալ, որը որ վնասելու էր ֆունկցիան, իմ ականջին սա հնչում է շատ տրամաբանական ու խելամիտ։ Բայց ոնց հասկանում եմ, օրինակ պացիենտին դա կարող է ընդհանրապես չթվալ ողջամիտ։ Չել հետաքրքրում իրան։ Չել հետաքրքրում, բայց այստեղ մի հատ ուրիշ կողմ չէ՞ կա։ Չգիտեմ ունեցել ես քո փորձառության մեջ թե չէ, հիմա եթե ինչ խնդրեմ կիսես։ Հակառակ կողմը, երբ ինչ որ պատճառով կամա թե ակամա, բայց վնասվում է նաև ֆունկցիոնալությունը։ Անփութության պատճառով է, թե օրինակ պացիենտի քմահաճույքը կատարելու հարցի մյուս կողմն է, բայց կան նման դեպքեր, երբ մարդը դադարում է օրինակ նույն քթի ռինոպլաստիկայի արդյունքում շնչել, նորմալ,
երկրորդ, երրորդ վիրահատությունները անում արդեն մոռանում է անգամ վիզուալի մասին, հաշիվն է կորցնում եւ այլն, կարեւորում է որ գոնե կարողանա շնչել, որովհետեւ այս շատ կարեւոր ֆունկցիա է։ Ցավոք ունենք նման դեպքեր, որ դիմում են ու շատ օրգանիզմը արդեն շատ սուր արձագանք է տալիս անգամ փոքր միջամտությանը ու արդեն դու վստահ ես, որ կարողանաս օգնես այդ մարդուն, որովհետեւ օրգանիզմը արդեն գերգրված վիճակում է, անընդհատ սպիական հյուսվածքներ են առաջանում, ասում ես ավել լավ է այստեղ ստոպ տանք, որովհետեւ սրանից ավել ես քեզ վնասելու եմ։ Բայց այդ մարդն էլ ինքը ման է գալիս մի մասնագետի, որ կլուծի այդ խնդիրը ու լինելու է այդ մասնագետը, որ պատասխանատվությունը կվերցնի իր վրա։ Էս էլ է խնդրային իրականում։ Ոնց ենք չափում, որտեղա կարելին ու չի կարելին։ Ըստ այստեղ շատ կոմպոնենտներ կան ուղղակի։ Սա միայն բժշկական ցուցումը չի, վստահաբար այստեղ շատ առաջ է գալիս նաև բժշկի մեթոդաբանությունը, արժե համակարգը, ինչքանով որ տարօրինակ կարող է լինել, բայց սրանք էլեմենտներ են, որոնք ազդում են այդ որոշման ու այդ պատասխանատվությունը վերցնել չվերցնելու վրա։ Բայց բանն այն է, որ վերադառնալով նրան, որ կարող է լինել նաև իրավիճակ, որտեղ որ վնասվել է ֆունկցիան, այստեղ էլ պրետենզիա կարող է առաջ գալ, որ ֆունկցիան վնասվել է։ Էլի ունենք ոչ գոհ արդյունքից պացիենտ։ Ինչ անել էս պարագայում։ Ու մի տեսակ ստացվում է, որ բժիշկը կանգնում է դիլեմայի առաջ, անելու չանելու, Համլետի ականջի լինել չլինելով իրա, բայց ուզում եմ ասել, որ այս միշտ ունի այդ միշտ երևի տեղին չի գերընդհանրացումը, բայց հաճախ ունի այդ երկակիությունը։ Ու դրա համար այս վերադառնալով ճշտող հարցադրումներին, ինչի է սա կարևոր, որովհետև հնարավորություն է տալիս շոշափել անձի առանձնահատկությունը։ Եվ եթե նկատվում է, որ օրինակ շատ է այդ ֆիքսվածությունը, իմ կյանքը կփոխվի, ամեն ինչ կփոխվի, միակ բանը, որ ինձ հիմա խանգարում է, հենց դա է, սրանք ազդակներ են, սենց ասած են, ոյ բառը թռավ, զանգակներ անվանենք, լավ, չգիտեմ, ազդանշաններն են, որ հուշում են, որ այստեղ կա ֆիքսվածություն։ Ու սա արդեն իսկ կարող է լինել պատճառ ու առիթ, որպեսզի լինի ուղղորդում հոգեթերապևտի մոտ գոնե թե մեկ անգամյա առաջնային կոնսուլտացիայի, որտեղ կոնկրետ հայց կլինի այցելուի մոտ եւ եթե անգամ հենց ինքը այցելուն դժվարանա մեկնաբանել արդեն թերապևտիկ կաբինետում թե ինչի համար է այս ուղղորդումը եղել, շատ հոգեթերապևտներ բաց են, ճկուն են համագործակցելու եւ օրինակ շատ է իմ փորձառության մեջ հանդիպել են, որ մենք կապի ենք դուրս եկել բժշկի հետ, ես ինքս եմ կապի դուրս եկել, երբ օրինակ իմ կաբինետում է հնչել, որ մարդը ուզում է ինչ-որ փոփոխություն անել, ես շոշափել եմ, որ չկա այդտեղ ֆիքսվածություն, չկա մարմնի ընկալման աղճատում, ինչը շատ կարևոր է պլաստիկայի պարագայում, ինչը շատ հաճախ է հանդիպում իրականում։ Շապից շատ հաճախ է հանդիպում։ Ես ինքս կապի եմ դուրս եկել օրինակ վիրաբույժի հետ ու ասել եմ, որ ամեն բան էս մասում կարքին է, եթե ինչ, կարող եք չհետազոտել այդ կողմը, որովհետև ես դետալային դիագնոստիկա եմ այդ մասում արել, ընկալման աղճատում որպես այդպեսին չկա, ու այն, որ մարդը ուզում է ինչ-որ փոփոխություն անել, կարող է լինել շատ նորմալ ու բնական։ Ու իր դեպքում ավելի դրական ազդի, իր կյանքի վրա իրոք շատ դրական նշաններ բերի։ Որովհետև պլաստիկան, եկեք չմոռանանք, որ էսթետիկայից զատ ունի նաև շատ կարևոր ֆունկցիոնալություն էլ, ու շատ իսկապես կարող է ազդել կյանքի որակի վրա ոչ միայն վիզուալ մակարդակում, այլ ինքնազգացողության մակարդակում, ցավերի ավելի ու պակասի տեսքով կախված նրանից թե ինչ պլաստիկայի մասն է խոսքը, բայց բանն այն է, որ ինչի է կարևոր, որ ու ինչի եմ ես ինքս անում փորձում շոշափել, որովհետև ես միշտ դա այցելուներիս եմ ասում, որ ինձնից չեք լսի արտահայտություններ, թե դուք պիտի ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին է որ կաք եւ այլն, որովհետև այս շատ մեծ շփոթմունք է առաջացնում մարդկանց մոտ ու շատ հաճախ ես լսել եմ հենց իմ կաբինետում արտահայտումներ, որ ես շատ վախենում եմ, որ եթե ես ընդունեմ ինձ այնպիսին ինչպիսին է կամ ես ուղղակի չեմ փոխի։ Ես ուղղակի չեմ ուզի փոխել, բայց ես հաշտ չեմ սրա հետ ինչ կա։ Կապ չունի դա ինչն է։ Ու այստեղ միշտ ի պատասխան ես տալիս եմ այն արձագանքը, որ շատ կարևոր է չշփոթել
համակերպումը ընդունման հետ։ Դրանք շատ տարբեր երևույթներ ու հասկացումներ են։ Ես մեկ շատ սուր ռեակցիա եմ տալիս այն պացիենտներին, ովքեր ասում են ես ինձ ընդունում եմ այնպեսին ինչպեսին կամ կարող վատ եմ անում, չգիտեմ, բայց ես հասկանում եմ, որ տվյալ մարդը իրան վնասում է։ Կոնկրետ օրինակ կարամ բերեմ, երբ որ ինքը գերքաշ ունի, ինքը խռմփացնում է, շատ ուժեղ, չի թողում տանեցիները քնեն, ինքն էլ չի քնում, ու էսի բերում է շատ երկար ժամանակ, երբ որ տևում է, այլ խնդիրների է բերում ու գնալով խորանում է։ Հիմա ոնց անեմ, որ ես ընդունեմ այդ մարդկանց ու ավելի այդ մարդկանց տեսակը ընդունեմ ու փորձեմ ընկերական ձևով գոնե բերել բուժման դաշտ։ Իմ օրինակով եմ էլի արդեն բերում։ Հա, նախ մի հատ հետաքրքիր բան կուզեմ նկատել, որ այդ շղթան, որ սկսեցիր թվարկել, ինչա տեղի ունենում, որ խանգարում է տանեցիներին, ինքն իրան եւ այլն, իրականում այդ շղթան ավարտվում է շատ հաճախ մեր կաբինետում։ Ինչի, որովհետեւ քնի խանգարումների կարող է հանգեցնել, քնի խանգարումները իհարկե մեծ է ասել, այսպես ասած, ամպագորգորախ քնի խանգարում, գուցե հնչեցնել, որտեղ դա կոնկրետ խմբի խնդիրներ Իմ դեպքում էդի քնի ապնոեն, հա, այո, որը երկու տեսակ է լինում, կամ կենտրոնական նյարդային համակարգով պայմանավորված, կամ հենց մարմնական խնդրով պայմանավորված փափուկինքի թուլացում, որը բերում է շնչափողի փակում ու խռմփոցների։ Լավ, վերադառնանք թեմային։ Մի հատ թեմայի ենք ինձ թվում է սրանով անդրադառնում, որը մեծ է ինքն իրանով, բայց շատ կարևոր ու կարծում եմ շատ վերջին տարիներին քննարկված այդ body positivism-ն է։ Ու այս շատ էլի տարօրինակ երանգավորումներ է հաճախ ստանում։ Զանազան երանգավորումներ, լավ էսպես անվանեմ։ Մի հատ ես ասեմ իմ համար body positive-ը այդ եզրույթը իմ համար որն է։ Էդի իմ համար այնա, երբ օրինակ մարդը ունի վերջույթ, բայց ինքը հաշտ ու համերաշխ է դրա հետ։ Ինքը իր խնդիրը լուծում է, այլ ոչ թե այն, որ կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորում եմ, 200 կիլոգրամ է մարդը, առանց մկանային զանգված այդ ամբողջը ճարպա, ինքը չի կարող շնչի, ինքը չի կարող քնի, ինքը ոչ մի բան չի կարող անի, առողջ կենսունակություն չունի, ու ինքը ասում է ես ինձ ընդունում եմ սենց։ Ոնց ուզում եք վարվեք դրա հետ։ Դե դա արդեն առողջ սահմանը հատած վիճակ է իրականում, մի քիչ գուցե հնչում է կտրուկ, հիմա երկուսից կողմից էլ, չգիտեմ, չեմ ուզում որակում տալ, բայց փաստ է, որովհետև դա արդեն օբյեկտիվ իրականության աղճատված ընկալման ցուցիչ է եւ հարմարման մասին է, իսկ ադապտացիան օրհնություն ու անեցք միևնույն պահին, որովհետև շատ ադապտիվ է մարդը ու շատ կարևոր է հասկանալ ու ընտրողական լինել ինչն ենք թույլ տալիս, որ ինչն ենք մենք մեզ թույլ տալիս ունենալ դրա նկատմամբ ադապտիվություն։ Հայերեն չխոսեցի, բայց ինձ թվում է հասկացար միտքս, բայց շատ կարևոր է լինել ընտրողական այդ մակարդակում։ Իսկ այստեղ դա արդեն դրա բացակայության արտահայտումն է, որտեղ մարդը ուղղակի կողք է դրել կամ վարա դրել բոլոր զենքերը, չակերտավոր եւ ոչ մի գործիքակազմ չունի փաստացի օբյեկտիվ արկա խնդրի հետ գործ ունենալու։ Իսկ ես չի կարող չազդել կյանքի որակի վրա։ Այդ միայն ուղղակի վատ քունը չի կամ անորակ քունը չի, դա միայն պարզապես վիզուալը չի, ֆիզիկական սահմանափակումները չեն, այս մի շարք խնդիրների սկիզբ կարող է լինել եւ խնդիրների հետ գործ ունենալու համար կապ չունի ինչպիսին են դրանք, մենտալ են, հոգեբանական են, թե ֆիզիոլոգիական, առաջին հերթին շատ կարևոր նախապայմանը դա ընդունումն է դրա առկայության ու անվանումը դա իբրև խնդիր։ Ոնց լուծես այն ինչը չկա։ Համաձայն եմ, բայց ոնց ցույց տաս, որ խնդիրը կա։ Եթե եմ ասում, ենթադրենք պացիենտ եկել է իմ մոտ, գերքաշը չի, թերքաշ չէ, ուրիշ խնդրով եկել է։ Ինչ որ օրինակ դուր փորձենք հենց լոկալ օրինակով դիտարկել։ Դեմքի վրա փոքր փոսություն ունի, ենթադրենք։ Դեֆեկտ է, որը ջրծաղիկից հետո ենթադրենք եղել է կամ ինչ որ ինֆեկցիայից հետո առաջացել է, որ իրոք ոչ մի բան չունի, լուծման խնդիր չունի, այսինքն ընդհանրապես փոքր ներարկումով հիալուրոնի կարելի է լուծել այդ խնդիրը։ Բայց ասում ես, գիտես ինչ կա, սա այն բանը չի, որ պետք է խորանալ սրա համար։
որովհետև բացատրում ես, որ սենց բաներ կա, սենց հետևանքներ կա եւ այլն, բայց մեկը օբյեկտիվ side effect ուժես կողմնակի կողմնակի էֆեկտները մեծ են Չէ, մեծ չեն կողմնակի էֆեկտները, այլ հարցը այնա, որ ժամանակավոր լուծում օրինակ հիալուրոնովը 6 ամիս հետո կամ մի քանի ամիս հետո էլի իր մոտ կրկնվելու է։ Մշտական լուծումը համարվում, մշտական չի, երկարատև լուծումը համարվում ճարպի փոխներարկումը, սեփական մարմնի։ Բայց դեֆեկտը այնքան փոքր է, որ չես կարող ուղղակի այդտեղ լցնես, բայց մարդու ասում է չէ։ Խես դեպքը նշեցի, որովհետև դեպքը միշտ որ մարդը իր համար ասում է իմ շատ մեծ փոս է իմ համար էդի հենց այս բառով ասում շատ մեծ ակոս է դա ու ես ցույց եմ տալի այստեղ ես փոքր մի հատ բան եմ ջուծաղիկից հետո հետևանք ունեմ ասում եմ սա քո համար մեծ է ասում է չէ փոքր ասում մոտ սրանից փոքր է այ հիմա ոնց օգնեմ ես այդ մարդուն այդ պահին կլինեմ շատ ուղիղ ու անկեղծ ավետ ու շատ կարճ նաև դրանով դա քո դաշտում չի դու կարող ես իհարկե շատ կարևոր է որ դու դա նկատում ես առաջին հերթին քո ֆունկցիաների մեջ մտնում է որպես օգնող մասնագետ նկատելը վերադարձնելը որ հարգելի բուժարու լսեցի տարբերակները շտկման սրանք են իմ մասնագիտական գնահատմամբ կարիքը չկա ես նկատում եմ որ կա ֆիքսվածություն դրա վրա տեսնում եմ որ դա կյանքիդ որակի վրա ազդումամբ բայց ազդումա ոչ թե որովհետև ինքնին այդ կոմպոնենտը ունի այդ ազդեցության չափը այլ քո վերաբերմունքն է որ ազդում է կյանքիդ որակի վրա ու ուղղորդել ցուցում լրիվ ուրիշ ցուցում է այո հա պետք է արդեն հոգեբանի հետ հա սա որովհետև հստակ այ հենց նոր դու շատ տիպիկ օրինակ դասագրքային օրինակ է դա ֆիքսվածության հիշում եմ մի հատ դեպք այս մի քիչ ուրիշ դեպք է ինչ որտեղ քայլում եմ մեկ է զանգ եկավ պատասխանում եմ բժիշկ ջան բարև ձեզ լացակում ա բարև ձեզ ինչով կարամ օգնեմ ինչ-որ բան են չի քիթս վիրահատել եմ շատ լավ ինչ խնդիր է ծուռա քիթս ասում եմ շատ լավ եկեք զննեմ եկել մտքովս ասի երբ եք վիրահատել 2 շաբաթ առաջ ասում եմ հələ մի վայրկյան գիպսա դրած է կամ թերմոպլաստ դրված է ասում է հա դրած ասում եմ բա ոնց որոշեցիք որ այդ ձեր մոտ եղած վիրահատությունից հետո ձեր քիթը ծուռա ասում է հա բարեկամս թե հարևանս ասեց ասում եմ ինչի հիման վրա ասում է նայեց ասեց ասում եմ լավ Ես չգիտեմ ինչ էր տեսել, թե ինքը ծածկած ասում եմ, ինչ է տեսել, որ այդ ձևի բանը միտքը առաջացեց ձեր մոտ։ Ասում եմ, 2 շաբաթ հետո հնարավոր չի դուք տեսնեք, էլի, ամբողջը այտուցված է, ու չեք կարող դուք վերջնական տեսքի մասին խոսեք։ Ուրիշ դեպքի օրինակ է բերեմ։ Այլի պացիենտը զանգեց, վայ, քիթս լավ չի, ինչ է, սենց լացակումած համարյա։ Ասում եմ, ինչ ա եղել, էսի արդեն իմ պացիենտներ ասում եմ ինչ ա եղել ասում եմ քիթս ծուռա ասում եմ մենք երբ ենք վիրահատել բա 1 ամիս առաջ ահա ասում եմ բա հիմա ի՞նչն է խնդիրը ծուռ ասում եմ շատ լավ ասում եմ դե վաղը մի հատ էլ զանգեք մոտավոր եմ խոսակցությունը հիշում ասում եմ վաղը որ զանգեք մյուս կողմն է թեքված լինելու քիթը ասում եմ հա լավ եղավ անցնում է մի ամիս 2 ամիս ոչ զանգում է ոչ գրում է հետ է գալիս հա շատ լավ է ասում եմ բա ինչի՞ դու պանիկայի մեջ ասում է հարևաններս տեսան ասեցին ծուռա եւ այլ այ ոնց անենք հիմա որ հարևանները չազդեն որտեղ մեզ դասում են նաեւ պացիենտներ ուզում եմ իրանք էլ գիտակցեն սա մենա քթի պլաստիկայի մասին չէ առհասարակ արտաքինի վերաբերվող միջամտությունների որ իրանք չլսեն հարևանի կարծիքը կոպիտ ասած ոնց իրանք օգնեն իրանց առաջինը մինչև ուղերձ տալը կնես գիտեմ շատ թեմաներից թեմա եմ թրթում ուսես լայն թեմաներ ADHD ունեցող մարդիկ շատ կգնահատեն դա ես կարող ես ունեմ անգամ չգիտեմ հիմա չզբաղվենք դիագնոստիկայով բայց վերադառնալով հարցիդ մինչև օգնող ինչ որ թիփեր sense ասած հա գործիքներ տալը բուժարուներին ես կարևորում եմ մի հատ փոքրիկ գործիք եթե դեմ չես տալ քեզ կամ մասնագետներին այնա որ նախապես
ասել, որ կարող է այդպես լինել։ Որովհետև երբ որ կա նախնական պատրաստվածություն, սա տալիս է հնարավորություն մարդուն ունենալ պատրաստվածություն արձագանքելու այս կամ այն կերպ։ Երբ մասնագետը ասում է, որ գիտես, շատ հաճախ է պրակտիկայում հանդիպում, որ ինչ որ կարճ ժամանակ հետո պացիենտները կապի են դուրս գալիս շատ մտահոգված, որ ինչ որ բան են չի երևի եւ այլն, շատ հաճախ նկատում եմ, որ դա անգամ իրենց կարծիքը չի, այլ կողքի ինչ որ հայացքներ, որոշումներ, այտենց էքսպերտային կարծիքներ է։ Ուզում եմ հիշեցնեմ, որ շատ կարևոր է, որ դու իմանաս, որ սա դեռ նախնական փուլ է, դեռ վերականգնման process կա եւ բլա 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 բլա։ Ինչի է այս ամեն ինչը կարևոր, որովհետեւ բուժարուն ունենում է ինֆորմացիա այն բժշկից, ում ինքը արդեն վստահում է, ում ինքը արդեն վստահել է գործողության մակարդակում, ու դա շատ հենարանային կլինի եւ ապահովության զգացում կարող է ստեղծել բուժարուի մոտ։ Ինչ վերաբերում է հենց բուժարուներին, շատ կարևոր է մտքում ունենալ մի փաստ, ոչ կարծիք։ Այն է, որ մեր մարմինը ասիմետրիկ է, միջամտությամբ թե առանց ասիմետրիկ է։ Եվ իրականում, եթե մենք ունենանք շատ մանրակրկիտ զննում մարմնի, մենք կնկատենք շատ ակնառու կերպով եւ գուցե շատ բաներ էլ չնկատենք, որովհետեւ իրենք այդ չափ նկատելի չեն, այդ ասիմետրիան։ Ինչա տեղի ունենում։ Երբ որ մարդը անում է ինչ որ միջամտություն, spotlight հայերեն ոնց է, լույս է, այսպես ասած, ընկնում է ամբողջությամբ այդ միջամտություն արված զոնայի վրա։ Բան իշեց, երբ որ դու մեքենա ես գնում, սկսում ես այդ մեքենաները ուշադրություն դարձնել, թե փողոցում ոնց են։ Վստահաբար։ Հասկացա ինչ նկատի ունես։ Այդ ուղեղի աշխատելու մեխանիզմներից է, որովհետև ինքը պարզապես սկսում է նկատել։ Վերադառնալով բուժարուին ու իր վրա ընկած լույսին։ Քանի որ մարդիկ սկսում են ել ավելի կենտրոնացած զննել, այդտեղ շատ տարբեր բաներ են իհարկե աշխատում, հետաքրքրությունը եւ այլն, չեմ ուզում անգամ անդրադառնալ, թե ինչի է այդ կոմենտը լինում։ Եթե մարդը չի գնացել հարցրել, խնդրում եմ կասես ծուրակիթս թե չէ, այդ հարևանի, ընկերոջ, բարեկամի արած մեկնաբանությունը նախ նկատենք դա առաջին հերթին մաքսիմալ անտեղի է եւ անփույթ։ Իհարկե։ Ու շատ սահման խախտող, որովհետեւ այդ մեկնաբանություն անողը չգիտի ինչ նախորդող վիճակը ետնաբեմում չի եղել, կարճ ասած։ Ես ինքս թռիչքային հիմա խոսեցի, բայց բանն այն է, որ երբ որ ուշադրության կենտրոնում է լինում, այդ բնական արկա ասիմետրիան իհարկե նկատվում է ավելի վառ։ Իհարկե, երբ որ կա միջամտություն, միտքը առաջանում, մանավանդ երբ կա սցենարներ մշակելու հակվածություն, մանավանդ երբ կա կատաստրոֆիզացիայի հակում, մանավանդ երբ կա գերընդհանրացման հակում, սրանք բոլորը կոգնիտիվ աղճատման տարատեսակներ են իրականում ու շատ հաճախ հանդիպող տարատեսակներ են։ Դա դառնում է աշխարհի վերջը, ես սխալ արեցի, սխալ տեղ գնացի, սխալ մարդ ընտրեցի, ես չպետք է դա անեի եւ մեծանում է այս տագնապը, իսկ տագնապը այնքան հեշտ է դառնում վերածվում խոճապի, որը բերում է նրան, որ ձեր հեռախոսները չեն դադարում զանգել։ Եվ ընկերական հավաքույթներին դուք հանգիստ չեք կարողանում ներգրավվել, որովհետեւ այդ խոճապները զգացնել են տալիս իրանց։ Այն որ պացիենտը կարողանում է զանգել իր մասնագետին, իրականում էլի են վստահության մասին է, որը շատ կարևոր է պացիենտ բժիշկ հարաբերությունների մեջ, բայց կողքի մարդիկ ախր շատ են ազդում այդ դրա վրա ու կարան շատ տալ այցել պացիենտին, ինչ ոչ նաև այցելու, ինչ գիտեմ, այդ գործիքակազմը, թե ինչ կերպ ինքը կարող է նման մեկնաբանություններին արձագանքել։ Հետևաբար վերադառնալով, մասնագետը տվեց իրեն իմացում, որ նման դեպքեր կարող են պատահել, եւ միանգամից տվեց գործիքների արսենալ, որ գիտես նման դեպքում ուզում եմ մտքումդ պահես ու ինքդ քեզ հիշացնես, որ սա դեռ վերջնական արդյունքը չի, որ բնական է, եթե լինի այդ ծռությունը կամ այդ տարբերությունը եւ այլն եւ այլն։ Ու թվարկել, ես հիմա չմանրամասնեմ, որովհետեւ դետալները տարբեր են, բայց տալ ես ինֆորմացիան։ Իրականում քիչ առաջ ասի, որ շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ բժիշկները շատ բաց են, համագործակցող են, ճկուն են դառնում ավելի ու ավելի եւ ուղղորդումներ են հաճախանում, շատ տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկները, կա դրա նաև հակառակ կողմը։ Այդ
ցավոք հաճախ հանդիպող են դեպքերն են, երբ բժիշկը չի սիրում խոսել, չի կարողանում խոսել, չի խոսում, Հա, չի տալիս ինֆորմացիա։ ինքը զուտ մեխանիկական գործ իրականացնողն է։ Բայց այդ այնքան կարևոր է։ Բժիշկ-պացիենտ հարաբերությունների վստահությունը կառուցվում է ինչ որ բանի վրա։ Էմպաթիայի վրա երևի Նաև առաջինը։ երբ ասեցի ինչ որ բան, ուզում եմ ասել դրանով, որ շատ են այդ էլեմենտները, որոնց վրա որ կառուցվում է դա։ Դա միայն Instagram-յան գեղեցիկ էջը թերթելով եւ լավ առաջ հետոներ տեսնելու արդյունք չի։ Այս կարևոր կոմպոնենտ է գուցե ժամանակակից աշխարհում, բայց չի կարող միայն դրա վրա կառուցվել բժիշկ-պացիենտ լավ հարաբերություն, ամուր վստահելի հարաբերություն։ Իսկ սա ֆունդամենտն է, որպեսզի համագործակցությունը, իսկ սա համագործակցային կապ է։ Այո։ Լինի ստացված։ Բժիշկը կարող է ֆանտաստիկ գործ անել, բայց եթե բուժարուն չի պահել բոլոր հրահանգները, ուղղակի շատ արագ այդ ֆանտաստիկ արված աշխատանքը վերածվի ինչ որ ճիշտ հակառակ մի բանի։ Ու ամենահայտնի վիրաբույժները սովորաբար հենց այդ ձևի խնդիրների առաջ կանգնում են, որովհետև դիմելությունը նրանց մոտ շատ է, հետևաբար բարդության դեպքերն են շատ, ու իրոք լինում է, որ ցավոք, բայց բժշկությունը առանց բարդության չի լինում։ Իմ փիլիսոփայության պրոֆեսորին հիշեցի ճիշտն ասած, որովհետև մի անգամ տենց շատ ռետորական հարցով ներս մտավ, ասեց ինչ եք կարծում, որ բժշկի մոտ են մահացության դեպքերը շատ լինում, լավ թե վատ։ Դե մեծ մասը խմբի ասեց վատ, բայց դրամաբանական է իհարկե որ լավ, որովհետև վերջին պահին միշտ հասցնում են լավ մասնագետի մոտ, ով այլևս ոչինչ անել չի կարող։ Հիմա այո, շատ բնական այն ինչ նկարագրեցիր դու, բայց շատ կարևոր է այդ ինֆորմացիան տալ, իրազեկել, որովհետև մեր ուղեղը զգում է ապահովություն, ֆիքսում է այդ ապահովության զգացումը։ Երբ գիտի թե ինչա տեղի ունենում, չնայած որ էս էլ է շատ ինդիվիդուալ։ Եվ իրականում ես այն բժիշկների հետ, ում հետ որ համագործակցում ենք կամ լավ ընկերներ ենք ու հաճախ իրենք ուղակի հարցնում են ոնց վարվեն որ լինի ճիշտ, իմ արձագանքն է, որ հարցրեք մարդուն, դուք նախապես չեք կարող գուշակել։ Ես էլ օրինակ ոչ մի էքստրասենսոր հատկություն չգիտեմ, ցավոք թե բարեբախտաբար չունեմ, չեմ կարող գուշակել ինչ մոտեցումը կլինի տեղին այցելուին։ Ես իհարկե ունեմ ընդհանուր պատկերացումներ, ունեմ գիտելիք, պատրաստվածություն, գործիքակազմ մեթոդաբանություն, որով որ մոտենում եմ այցելուին, բայց կան էլեմենտներ, որոնք եթե ես այցելուից հետադարձ կապ չունենամ, ես հայտնվելու եմ այն կույր բուժման ծուղակում։ Նույնը բժիշկը։ Բժիշկը կարող է ինչ որտեղ, չգիտեմ, նման մի ոդքասթից լսել, որ լավ է խոսելը, իրազեկելը, պատմելը ինչ ես անում, ու սկսի դետալային պատմել, ու այնտեղ պարկած լինի տագնապային բարձր շեմ ունեցող պացիենտ, ով սկսում է պատկերացնել ու շատ վառ երևակայություն ունեցող պացիենտ, կինոների նման ինչ որ sense այո, ամեն ինչ շատ վատ է։ Այո, շատ այնս ալ կարմիրի արկայությամբ եւ այլն, ու այստեղ շատ կարևոր է դրա համար ճշտում անելը, ոչ թե ապրիորի բոլորին տալ միանման մոտեցում, որովհետև մարդիկ տարբեր են եւ հետեւաբար իրենք ունեն տարբեր մոտեցումների կարիք։ Ճշտել դու ավելի կոմֆորտ կլինես, պետքա քեզ արդյոք, որ ես ինչ վիրահատության ընթացքում, վիրակապելու ընթացքում պատմեմ ինչ եմ անում, ինչի համար եմ անում, այս դեղը ինչ ակտիվ նյութ է պարունակում եւ այլն, որովհետեւ երբ որ մարդիկ նախ Այս կարևոր է իմանալ, որովհետև այլ խնդիր էլ կա, գնում են դեղատներում, հայտնվում են մի իրավիճակում, որտեղ չկա նշանակումը, դեղատան աշխատողը ինչ-որ ալտերնատիվա առաջարկում, որը լրիվ այլ բան է իրականում։ Ու վերջավորությունը նույնն է լինում, ասում են դե նման դեղ է, վերցրու քեզ բան չի լինի։ Այո, ինֆորմացիան հենց այդտեղ կարևոր է, բայց կարող է լինել մարդ, որ ասել, բժիշկ ջան, ես վստահում եմ, ուզում եմ ոչ մի բան չիմանամ։ Ոնց ճիշտ ես գտնում, էդ էլ արա։ Էս էլ է կարիք։ Ու սա միշտ չի որ նրա մասին է, որ ես գլուխ չունեմ, խնդրում եմ գլուխս մի արթուկի։ Չէ, էս էլ վստահության այլ արտահայտման կերպ է։ Կարիք ունենալը ինֆորմացիայի վստահության բացակայության մասին չի խոսում։ Դա այլ process-ի մասին է։ Ու դա պացիենտի process-ի մասին է եւ ոչ մի պարագայում բժշկի։ Վերադառնում ենք նույն բանին՝ ճշտել, նկատել,
տեսնել մարդուն։ Որովհետև այո, մի հատ կարևոր կոմպոնենտ։ Հա, Բժիշկը ունի շատ պացիենտներ։ Ու ես գիտեմ, թե ինչքան է հոգնում ու ինչքան հյուծող, սպառող, քամող մասնագիտություն է սա։ կներես մի բան ասեմ, կախված վիրահատական ժամից թե մի վիրահատություն ինչքան է տևում, սովորաբար 4-ից ավել վիրահատություն մեկ վիրաբույժին արգելված է։ Նորմայում տենց պետք է լինի, բայց դե վիրաբույժներ են լինում։ Դե էդ էլ ուրիշ լավ դաշտ է իրականում հետազոտելու արդեն վիրաբույժի անձը ու թե ինչա անում, ինչի համար ինքը կարիք ունի 7 վիրահատության օրինակ։ Որովհետև այդտեղ շատ տարբեր պատճառներ կարող են ու մոտիվներ կարող են լինել, բայց ինչի սկսեցի խոսել նրա մասին, որ այո, մասնագետը կարող է ունենալ հարյուրավոր պացիենտներ, բայց պացիենտը կոնկրետ մասնագետի կոնտեքստում ունի այդ մեկ մասնագետի։ Այո։ Եվ եթե մասնագետի համար այդ պացիենտը այդ օրվա հերթական 25-րդ պացիենտն է, այդ պացիենտի համար այդ մասնագետը այդ օրվա եւ գուցե իր ամբողջ կյանքի միակ մասնագետն է։ Ու ես գիտեմ, որ շատ հոգնում են եւ այդ հոգնությունը շատ է մասնագիտության մեջ եւ սպառումը շատ է եւ հաճախ չգնահատվածության զգացումն է շատ եւ բուժառուներից եւ համակարգի կողմից եւ այլն։ Բայց շատ կարևոր է, որ բժիշկն էլ իր ինքնախնամքով կարողանա զբաղվել անձի հոգեկանի, որպեսզի չվնասի հանկարծ։ Դեռ ցավոք ընդունված չի մեր երկրում դիմել հոգեբանի կամ կլինիկաներ ներքին հոգեբան ունենան, ներկլինիկական հոգեբան ունենան, որ կօգնի, կուղղորդի տվյալ բժշկին, որ ասի, գիտես ինչ կա, վերջ քո ժամկետը հասել է, դու պետք է գնաս արձակուրդի, ընդդրանք մի շաբաթ, գնա, բայց մի մտածի։ Բայց զանգեից որ խոսացինք, բայց մեկ այդ բժշկին զանգելու են անընդհատ ինքը չի կարող եղել լրիվ անջատի ու իրոք հանգստանա այդ մի շաբաթը ենթադրենք։ Բայց այդ փոխում է ինտենսիվությունը ավետ։ Լրիվ այլ բան է ամբողջական ներգրավվածություն ունենալ, ու լրիվ այլ բան է 1-2 զանգի պատասխանել, 1-2 նամակի արձագանքել։ Ներգրավվածության չափ է փոխվում եւ հետեւաբար ծախսված ռեսուրսի չափ է փոխվում։ Ու այն ազատված տեղը, որը լինում է, հնարավորություն է տալիս նոր ռեսուրս հավաքել, որպեսզի կարողանաս նորից ներդնել այդ պացիենտի հետ աշխատանքում։ Էներգիան, ինչքան էլ մենք ֆիզիկայի գրքերից ու դասերից սովորել ենք, որ էներգիան երբեք չի սպառվում, վերափոխվում է, ինքը բաց տիրույթում է այդ կերպով աշխատում։ Փակ համակարգում սպառվում է։ Իսկ մենք փակ համակարգ ենք։ Հա, նյարդային պետք է վերականգնել։ Միանշանակ։ Հեն այդ արտահայտությունը, որ նյարդերս քայքայվել են, բառացիորեն են իրենք քայքայվում։ Ես չի որ պիտի հիմա պատմեմ քեզ։ Մի բան հիշեցի, որ կներես անդադար թարգում։ Ոչ մի խնդիր։ Սովետական թե ռուսական գրականության մեջ մի հատ բան հայտնաբերեցի իմ համար, որ երբ որ մարդու մոտ նյարդերը քայքայված են կոպիտ ասած ու ինքը ընկճված վիճակում է, երբ որ արդեն բերում է մարմնական ցավերի կամ մարմնական արտահայտությունների է բերում, նշանակում է պարացետամոլ։ Այդ պարացետամոլը շատ լավ օգնել է իրանց այդ պացիենտներին։ Իհարկե հին հետազոտություն է դա, բայց շատ հետաքրքիր էր էլի, որ նշեցիր, որ ռեսուրսները վերականգնման կարիք ունեն։ Այս դեպքում դեղերով էլ է լինում ինչ որ չափով վերականգնել։ Սերոտոնինային հիմքով հակադեպրեսանտները հենց այդ համակարգով էլ աշխատում են մեծ հաշվով։ Հա, մեծ հաշվով, հա, բայց շատ կոպիտ ասած իհարկե։ Որտեվ վերականգնումը բոլոր դեպքերում հանգստով է լինում, պայմանավորված։ Բայց այդտեղ ամբողջ բարգես շարժվեց։ Բանն այն է, որ այդ նույն պարացետամոլը, թող չլինի պարացետամոլ, ուղղակի լինի X-ը։ Պլացեբո։ Ներքին թույլտվություն կարող է տալ մարդուն եւ լեգալիզացնել այդ պարկել չշարժվելը։ Այսինքն մարդը ով ունի դժվարություն ինքն իրեն հանգիստ թույլ տալու, հա, այ հիմա հասկացա։ Ներքին թույլտվության կարիք ունի։ Հա։ Եվ շատ հաճախ իրականում մեր օրգանիզմը, մարմինը այդ կարևոր դերը ու պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Եվ նկատած կլինես գուցե սեփական փորձառությամբ հա էմպիրիկ, որ ամեն ինչ լավ է, ինչպես ասում են, ничего не предвещало беды, ու մեկ էլ շատ ծանր հիվանդանում ես։ Այն կարգի, որ չես կարող ոչինչ անել, պետք է ուղղակի պարկել,
1-2 օր ժամանակ տալ, որ օրգանիզմը կարողանա վերականգնվել։ Ոչ մի պրեպարատ, ոչ մի տատիկի սարքած մուրաբա օգնող չի լինի այդ պարագայում։ Ուզում եմ 2 թևն էլ նշեմ, որ ոչ մի բան այդ պարագայում չի լինի օգնող։ Մարմինը ֆենոմենալ կերպով իրականում գիտի թե մեզ ինչա պետք։ Ու շատ հաճախ մարմինը առաջին, եթե ոչ գրեթե միշտ իրականում, առաջին ազդակ տվողն է։ Այլ հարցը, որ մենք հաճախ դա չենք նկատում։ Ու օրգանիզմը տալիս է փոքր ազդակներ։ Մի անգամից գորա որպես ինչ։ Բայց եթե մենք չենք լսում, հիմա եթե ես շատ ծածր սկսեմ խոսել, չես լսելու, չէ։ Պիտի ինչ-որ բայի սկսեմ ավելի բարձր խոսել, հետո ավելի բարձր, եթե դու չես լսում ինձ։ Եթե դու էլի ինձ չես լսում, ես պիտի սկսեմ շատ ավելի բարձր խոսալ։ Ինչ-որ բայի կբղավեմ։ Նույն կերպ աշխատում է մեր օրգան համակարգը։ Եթե տալիս է փոքր ազդակ, ու մենք չունենք կոնտակտ մեր հետ, չենք նկատում։ Նկատում ենք, բանի տեղ չենք դնում։ Շատ ավելի վատ։ Նշեմ, որ առաջին նշաններից հոգնածության գերհյուծվածության կարա լինի կոպի կամ դեմքի շրջանում կամ արմնի այլ հատվածում թրթռոցները մկանային։ Շատերը ուշադրություն չեն դարձնում դրան, շարունակում են սուրճ մեծ քանակությամբ խմել, չեն քնում, ջուրն էլ հերիք չի մի հատ էլ քիչ են խմում, ու հետո գալիս են վայ նյարդաբանի դիմեմ։ Շատ եմ տեսնում, որ մարդիկ այդ ձևի հարցեր են տալիս, ու առաջինս մի հատ ստանդարտ տեքստա մոտ է, որ միշտ գրում եմ էլի այդ մարդկանց կոֆե քիչ խմեք, նորմալ քնեք, նորմալ սնունդ կերեք։ Հիմա նայ, տես թվարկեցիր կոմբինացիա, որոնց նկատմամբ մարդիկ այնքան սկեպտիկ վերաբերմունք ունեն։ Շատ հաճախ ես կաբինետում, երբ որ տեսնում եմ շատ հյուծված, հոգնած, սպառված արտահայտումներ, շատ հաճախ ասում եմ ձեր ցուցումը մեկն է։ Քնեք։ Հանգստացեք, սնվեք, պահեք քնի հիգիենա, սնվեք բալանսավորված, որպեսզի բոլոր միկրոէլեմենտները, որի կարիքը ունեք, ստանաք, ոչ խիստ ընտրողական ու սահմանափակող, որովհետև դա էլ ինչ-ինչ կարիքը մեր օրգանիզմը ունի, ունեցեք քնի հիգիենա եւ ինչ որ ոլորտ ու դաշտ, որը ձեզ հաճույք է բերում ու պատճառում, որպեսզի ռեսուրս հավաքելու տեղ լինի։ Էմոցիաները շարժիչային են, իսկ էմոցիաները սպառման մեջ չեն կարող գեներացվել։ Էլի գեներացվում են, բայց կոնկրետ տեսակի էմոցիաներ են հիմնականում հոգնածություն, զայրույթ, երևի ավելի բացասական էմոցիաները։ Չունենք բացասական էմոցիա։ Հասարակության համար բացասական էմոցիաներ։ Եկեք չակերտ գոնե դնենք, ուստեղ ես չեմ կարող իմ պարտքն եմ սուրբ համարում ասել, որ չունենք տարանջատում լավ ու վատ դրական ու բացասական էմոցիաների։ Հույզերը կան առանց այս որակումների, իրենք հիմնական 6 բազալ հույզեր են, որոնք ունեն բոլոր մարդիկ, անկախ տարիքից, սեռից, ռասայական պայմանավորվածության ու չգիտեմ կրոնական դավանանքի, այս 6 հիմնական հույզերը բոլորի համար ու մասին են։ Ուզես ասես ըստ քեզ որոնք են։ Ինտերակտիվ մի քիչ լինի։ Ըստ քեզ։ Չէ, ըստ քեզ հողի արդեն նարեկես դաշտում, այդ հույզերի մասով զայրույթը 1 6-ն են դրանք։ Զայրույթ, երջանկություն, չէ, արդեն սխալ գնացի։ Okay, բայց մոտ ես շատ, երջանկության շատ ավելի փոքր տեսակը։ Փոքր չէի անվանի ճիշտն ասած։ Ուրախություն։ Ուրախություն, այն մնացածը մտքից չի գալիս այս բանը։ Տխրություն։ Ասեցիր զայրույթ, չէ, առաջինը։ Զայրույթ, ուրախություն, տխրություն, վախ, զարմանք, զզվանք։ Սրանք 6 հիմնական բազալ հույզերն են։ Մնացածները նույն երջանկություն, ոգևորություն, հոգնածություն, ջուրագրգիռություն, նյարդայնություն, տագնապ, անհանգստություն, սրանք բոլորը իրենց ճյուղավորումներն են եւ դրանց արտահայտումներն են։ Ու ինչի է կարևոր չբաժանել լավի ու վատի, չարի ու բարու, ճիշտ ու սխալի, որովհետեւ դա ակամա իր հետ բերում է ստիգմավորում, как ни странно։ Ինչը շատ տարօրինակ կարող է հնչի այդ բառի կոնտեքստում, բայց դառնում են ցանկալի ու ոչ ցանկալի։ Հա։ Ոչ մի առողջ մարդ չի ուզում վատ բաներ զգալ։ Օրինակ պայմանական վատ։ Ստոիցիզմի մեջ զայրույթը համարվում է ամենավատ զգացողությունը, որ կարա մարդ ունենա։ Բայց ստոիցիզմի մեջ չի ասում մի ունեցի, ասում է զսպի։
ու որոշումներ մի կայացրու այդ ժամանակ։ Այդ ուրիշ բան է։ Հա։ Որոշում չկայացնելն ու դա Այսինքն արտահայտում մի թող որ արտահայտվի դա, չի ասում մի զգա։ Զգալը, որովհետև չես կարող սահմանափակես։ Այո, չես կարող միանշանակ, բայց արտահայտումը ոչ պակաս կարևոր է։ Ուղղակի հարցն այն է, թե ոնց ենք արտահայտում։ Յուրաքանչյուր հույզ ունի արտահայտման եւ կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ տարբերակ։ Ուրախությունը, որ երևի հարցնենք, եթե չտանք այդ նախաբանը, որ չկա լավ ու վատ եւ չեք զանազանում նման կերպով ու խմբավորում, կասի որպես կցուցի որպես լավ մի բան, չէ՞։ Ենթադրաբար։ Այո։ Բայց իրա ծայրահեղացումն էլ առողջ ու լավ չի ու կոնստրուկտիվ չի։ Դա միշտ էուֆորիկ լինելը։ Իհարկե, ասեմ ավելին, դա ախտաբանության արտահայտումը, որի հետ մենք աշխատում ենք։ Երբ նկատում ենք պացիենտի մոտ, ով օրինակ ունի կոնկրետ դիագնոզ, այն է այս բaragայում խոսքս բիպոլար խանգարման մասին է, որն արտահայտվում է հենց այս երկու ծայրահեղությունների վառ լինելիությամբ, դեպրեսիվության եւ էյֆորիայի, եթե մենք նկատում ենք մանիայի, հիպոմանիայի արտահայտումներ, հուշումներ, ազդակներ, մենք շատ ակտիվ գործողությունների ենք դիմում։ Պրեպարատներն է վերանայվում, մի խոսքով սխեման լրիվ վերանայվում է։ Հասկանում ենք ինչով կարող է պայմանավորված լինել այս ֆազայի ակտիվացիան։ Այդ առողջ վիճակ չի։ Ավելին, առողջ վիճակը այդ երջանիկ ուրախ վիճակը չի։ Առողջը հանգիստն է։ Բալանսավորված ամեն ինչ, այո։ Ու ես շատ հարգում եմ ստոիկներին իհարկե, բայց հույզերը կարևոր է շատ ու պետք է։ Ծայրահեղ հիմա կհնչեմ, բայց այս քիչ կետերից է, որ ինձ թույլ կտա մետ անել, պետք է արտահայտել։ Հակառակ դեպքում դրանք գտնում են այլ ուղիներ։ Մարմնական արտահայտումներ, աչքի թրթռոցի տեսքով օրինակ ու ոչ միայն այդ նույն ֆանտոմային ցավերը կարող են լինել, ոչ ֆանտոմային, պսիխոսոմատիկ մի շարք արտահայտումներ կարող են լինել, որոնք օրգանական մակարդակում զգալի են, տեսանելի են, չափելի են, բայց աղբյուրը շատ հոգեբանական է։ Ու շատ կարևոր է չմոռանալ այդ մարմին հոգի կապի մասին, ու չմոռանալ, որ մենք շատ հոլիստիկ ու ամբողջ ենք։ Մենք չենք կարող սա առանձնացնել, չի կարող լինել։ Այն անտիկ շրջանից եկած շատ հլսված արտահայտությունը առողջ մարմին, առողջ հոգի կամ առողջ հոգի, առողջ մարմնում եւ այլն, շատ կարևոր ու ակտուալ գաղափար է գրում ամբողջի մասին է, որովհետեւ առողջը որովհետեւ ինչ-որ մի բան եթե գերակշռում է, դա արդեն լավ չի, ինչ-որ մաս սխալ ուղղությամբ է տանելու։ Ծայրահեղությունները մենք քիչ առաջ խոսքից մեջ ինչ-որ տեղ ասեցի կոգնիտիվ աղճատումների մասին, կոգնիտիվ տարածված աղճատումներից մեկը դիխոտոմիկ մտածողությունն է, սև-սպիտակ մտածողությունը կամ-կամով, որը շատ արտահայտվում է հենց այդ ծայրահեղություններով։ Ես դա գիտեմ, շատ դժվար է ձևի մարդկանց հետ աշխատելը։ Թեկուզ ընկերական շրջապատում կամ որտեղ իրանք չկա մեջտեղ իրանց համար, որովհետև ճկունություն չունեն։ Իսկ ճկունությունը շատ կարևոր գործիք է ու հմտություն։ Լավ նորությունն է, որ դա հմտություն է, կարելի է ձեռք բերել, ձևավորել, զարգացնել, բայց ճկունությունը նաև արկա է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն կոնտակտ իրանց հետ, ովքեր կարող են նկատել, թե ինչ են զգում, իսկ էմոցիան կոնկրետ ֆունկցիա ունի։ Ըստ քեզի ինչ ֆունկցիա ունի։ Էմոցիաները ինչ ֆունկցիա ունեն։ Առաջին ինձ թվում է հասարակության հետ փոխգործակցության մեջ մտնելու համար ունեն։ Երկրորդ սեփական վիճակը գնահատելու համար։ Լավ, մի քիչ հարցը ձևակերպեմ։ Քո կարծիքով ինչի համար են պետք էմոցիաները, ինչ են անում իրանք։ Երբեք չեմ մտածել լավ հարցեր, ինձ միշտ թվացել է մարդը զգում է դա կենսաբանական ինչ-որ վիճակ է հորմոններով ապահովված, որ հորմոնների տարբերակմամբ բերում է այս զգացողությունը կամ այն զգացողությունը։ Բայց դա ինչ է, դժվարն է։ Մոտ է իրականում շատ, փորձեմ մեկտեղել քո նշածները, փորձելով պարզ սահմանում ավելի տալ, էմոցիան ներքին ու արտաքին աշխարհից եկած ազդակին պատասխան ռեակցիա է։ Իսկ ստիմուլ ռեակցիա կապը
իր հերթին ունի նպատակ։ Ահա։ Ինչ որ բան է անում։ Որ- Ցույց է տալիս, Հա, ինչի կարիք ունի մարդը։ Ու ոնց է վերաբերվում այս կամ այն որ շունա երևույթին։ հաճում իմանաս, որ կարա կծիել նաև Այո։ ոչ թե ասես, վայ, այս ինչ շունա, Այո։ ձեռը չկա։ Այդ քո ասած այդ գնահատումն է, կարողանալ նա հասկանալ ինչ կերպ մոտենալ, վարվել եւ այլն։ Եթե չլիներ ու չլինի առհասարակ էմոցիայի ճանաչում, կարևորում եւ տարբերակում անվանում, Homo sapiens-ը չէր լինի այսօր ուղղակի, եթե շատ կարճ, որովհետեւ չէր հասնի մեր օրեր։ Նույն ինչի բազայինների մեջ շատ հաճախ մարդիկ զարմանում են, երբ լսում են, որ զզվանքը կա, բայց ինքը շատ կարևոր պաշտպանական ֆունկցիա է կատարում։ Առաջին հերթին ինքը թույլ է տվել մարդուն ամեն բան չտանել բերանը Այո, օրինակ, հենց ճանաչողական մղումներից ելնելով։ Մի հատ հոդված կարդացի ժամանակին, որ ասում էր ինչա մեր մոտ առհասարակ փսման ռեֆլեքսը տենց ուժեղ, որովհետև մարդիկ երբ որ ժամանակին կերել են ինչ-որ բան ու տեսել են, որ մյուսը դրանից վատացել է, թունավորվել է, կարեցել են հասկանալ, որ իրանց մոտ կարող են առաջացնեն փսման ռեֆլեքս։ Ու էդի բերել է դրան, որ մարդիկ շատ ավելի զգայուն են դարել ինչ-որ նյութերի հանդեպ։ Սենց շատ չոր եմ հիշում այդ հետազոտությունը, որտեղ երևի 15 թվականին եմ կարդացել էդի։ Բայց այս հետաքրքիր բան է, որովհետև եթե հենվենք իր վրա, չփնտրելով կներեք, եթե ինչ-որ բան սխալ եմ ասում։ Չփնտրելով հղումներ, չպնդելով, որ միանշանակ դա ճշմարիտ է, մի բան է, պնդում չունենալով, դիտարկենք ուղղակի որպես թեզ։ Ինքը շատ հետաքրքիր մտածման տեղ է տալիս էվոլյուցիայի տեսանկյունից, որովհետև կա տենց մի միտք, որ զզվանքը առաջանում է այն ժամանակ, որտեղ որ կա հիվանդության կամ հիվանդության վախ։ Պայմանական այսպես անվանենք, ճիշտ չի մի քիչ տենց անվանել, բայց հիմա դժվարանում եմ ավելի տեղին բառընտրություն ունենալ ու հենց դրանով էլ պաշտպանում է։ Ինչի սրա մասին ասեցի, որովհետև ինձ շատ հիշացրեց քո նկարագրությունը հենց այն, որ երբ տեսել են, որ ինչ որ մեկի մոտ դա նման ելքի է բերում, սա արդեն առաջացրել է ոչ միայն պարզապես զզվանք այս կամ այն նյութից, հոտից եւ այլն, այլ նաեւ վախ։ Իրանք շատ մոտ են իրար հետ քայլում։ Ու առհասարակ հույզերը շատ հազվադեպ են, այսպես մաքուր մենակ վիճակով գալիս, այսպես ասած։ Իրանք միշտ շատ թիմային աշխատանք են ունենում ու շատ համագործակցային են, որովհետև մի քանիսն են սովորաբար։ Ինչի, որովհետև մարդու կարիքներն էլ են լայնը ավելի լայն, այո, ու երբ մենք ճանաչում ենք, անվանում ենք ու գտնում ենք կոնստրուկտիվ ձևեր մեր հույզերն արտահայտելու համար, մենք ունենում ենք կարիքների բավարարվածություն, իսկ դա հենց վիճակն է, որին մարդը ձգտում է մեծ հաշվով։ Ուղղելի կարամ բերեմ մեր սկզբի թեմային, որ մարդը կարիք ունի ենթադրենք փոփոխության արտաքին տեսքի, ու դա էլ դրանից է գալիս։ Միանշանակ միշտ այդ հայցի ներքո կա կարիք։ Դրա համար ես էլ իմ հերթին վերադառնամ մեր սկզբին ճշտումներ անելու կարևորությանը։ Ինչ կտա ձեզ այս միջամտությունն ու փոփոխությունը, ինչ կարիք կբավարարվի դրանով։ Արդյոք դու կդառնաս գեղեցիկ միայն այդ մի փոփոխությամբ, որովհետև մարդը ամբողջ է եւ ոչ միայն մի կտոր, եւ հոգեկանի մակարդակում, եւ ֆիզիկականի։ Շատ շնորհակալություն ցենց հետաքրքիր ու լայնածավալ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հուսամ շատ թռիչքային չենք եղել։ Ես էլ հուսամ, որովհետև շատ հետաքրքիր թեմայից թեմա ենք դառնում, բայց ինչ շատ հետաքրքիր էր։ Ես փոխադարձում եմ Ավետ ջան։ Իսկ դուք հետևեք մեր էջին, որպեսզի բաց չթողնեք նմանատիպ այլ հետաքրքիր զրույցներ։ Մեր նյութերը կարող եք գտնել մեր YouTube-յան էջում, Instagram-ի եւ Facebook-յան էջերում։